Հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, պարոն Դանիելյան, ասում եք կա աշխարհում տեսնես մի պետություն, որտեղ ընդհանրապես կրոնական կազմակերպություն, որին պետությունը ցուցումներ է տալիս, ասում է ինչը որից հետո անի, մոտավորապես այս համատեքստում։ Ես հիմա ձեզ ուզում եմ հարց տալ եւ հուսամ Տիկին Ղազարյանը կանրադառնա այս հարցադրմանը։ Դուք կպատկերացնեիք, արդյոք կա մի պետություն եւ որի ներսում կա մի կրոնական կազմակերպություն, ասել է թե հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ով հրաժարվել է տևական ժամանակ պետությանը, այս դեպքում կրթության նախարարությանը, տրամադրել մի տարածք, որտեղ պիտի տեղի ունենա հոգևոր երաժշտության փառատոն։ Կպատկերացնեք։ Եվ երբ խոսում եք այ որ հայ է, հեսա տալու եք օպերանել եք օտարելու մատենադարան, ես ուզում եմ ասել, մեր քթի տակ, հայ ժողովրդի քթի տակ, Աստվածամուխ Սուրբ Գեղարդի փշուրը, հիմա անունը դնեք փշուր, կտոր, թե մասնիկ, նվիրել են։ Եվ Տեր ասողի Աբեղաքահանան դուրս գալով քննչական կոմիտեից, որտեղ քննչական կոմիտեի նախաձեռնած վարույթի շրջանակներում ըստ էության կար վարույթ, դուրս գալով ասում է, այո, նվիրել ենք մանրակերտը, ես կարող եմ ձեր հետ կիսվել այդ տեսանյութով, ասում եք սուտ է, կեղծիք է, կարող եմ հիմա նիստից հետո միացնել, ասում է նվիրել ենք մանրակերտը, որը հասանելի է եւ կարող է ցանկացած քաղաքացի ձեռք բերել տարբեր հուշանվերների խանութում, որոնք գոյություն ունեն եւ տեղակայված են Արթորի տարածքում, լրագրողը զարմացած հարցնում է, մի քանի օր առաջ ասում եք մասնիկ եք նվիրել, այդտեղ անհարմար դրության մեջ արդեն հայտնվելով Տեր ասողիկը ասում է, դե հա, փշուրներ ենք նվիրել, այ սա վերաբերմունքը, հիմա եթե կտոր լիներ, այ դա արդեն Աստվածամուխ Սուրբ Գեղարդի կտորը նվիրել էր, բայց եթե փշուր է, ուրեմն ոչ մի բանը կամ կեղծիք է, Տիկին Ղազարյան, խնդրում եմ անդրադառնալ ձեր ամփոփիչ ելույթում, թե ինչու Մայրաթոռը կրթության նախարարության, ԿԳՄՍ նախարարությանը մերժել է եւ չի տրամադրել տարածքի երգչախմբերին հոգեվոր երաժշտության փառատոնին մասնակից լինելու համար երեխաներին։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։